Սա երբ բան է։ Անցած տարի, ուրեմն ասեմ ձեզ, այս նախագծի խնդրում եմ Մարտինի պատասխանեք ավելի։ Այս անցած տարի հաստատվել է, արվել է գործ։ Այո, բոլորը, ոնց որ կա։ Ունենք։ Դա ինչ կնիք է։ Չեմ կարող ասեմ։ Թաղապետարանի կնիք է։ Լավ, ինչևից է։ Սա հաստատվել է։ Ըստ նախագծի 1, 2, 3, 4 դուրստեղ է, որը որ հիմա դուք տեսնում եք, այս գծի վրա։ Եվ մեր բախը ինչ նախնդիրը հարուցել, որպեսզի ինչ-որ բան վերանայվի սրա այդ հարցին պատասխանել է։ Ինչ եք թողում արդեն, մենք ասում ենք գիշերային ժամերին շարքում ենք, ցերեկը բաց։ Մենակ դա է։ Ասում ենք պետք է հանենք, ասում ենք դրան զանգ։ Դռները հանենք տանենք։ Ասում ենք չպետք է դուռը հանենք։ Որ դուռը բացի հիմա ձեր համար պրոբլեմատիկա միայն դուռ հանելը։ Մենք ասում ենք դուռը դրանենք, մենք ասում ենք դուռը պետք է միայն դուռն է հանել։ Գիշերային ժամերին փակում է։ Այո, շատ լավ ասում միայն դուռ հանելը ունի իր վատ հետազոտություն։ Մենք այդ չենք քննարկում։ Դա կարա լավ լինի, կարա վատ լինի, կարա հիմնավորեն, կարա դուք հիմնավորեք, դրա մասին չի խոսքը։ Փաստացի գոյություն ունի փաստաթուղթ, որը ունի իրավական ուժ։ Այո։ Եվ այս փաստաթուղթով ֆիքսված այս նախագիծը որ կա, սրան կարելի է անել փոփոխություն միայն մեկ այլ փաստաթուղթի հիմնավորը։ Մենք էլ ենք ասում։ Չկա ոչ մի։ Մենք էլ ենք ասում։ Դրա համար ձերություն ձեր ազգանունը կասեք։ Պարոն Հարությունյան, հիմա միայն բանավոր բան չգիտեմ, բան։ Դες բավական է, որ դուք գոյություն ունեցեք նախագծի կապված փոփոխություններ։ Ես կատարում եմ հարգանքն, եթե հատուկ կատարել առանցքային ես խնդրում եմ Ռոստոն դիմեկան Երևանի քաղաքապետին, Իաբանական վարչությունը կամ Երևանի քաղաքապետին առավել դրական փոխվելու դրական։ Բայց դուք Երևանի քաղաքապետարանի ստորադաս կառույց չեք, որ իրենք վերանացած ինչ ասում դուք ցույց տալու օրինական փաստաթուղթ։ Այ երբ որ կբերեին մի հատ համանման փաստաթուղթ, կասեին ուղիղ ենթակայության տակ, ուղիղ ենթակայության վարչական շրջանն են տակ։ Դուք ես ծված ոստիկանություն չեք, ներողություն, շատ ավելի հետաքրքիր է։ Եթե վարչական շրջանում ներկայացուցիչն եք, միևնույն դա օրինականության կանխավարկածը դուրս չի գալիս, չէ՞ մեր ողջամիտ մտածելակերպ։ Հիմա եթե դուք կբերեք համանման մեկ այլ փաստաթուղթ, քաղաքապետի կամ մեկ այլ պաշտոնյայի տանող, որ սա սխալ է, կապ չունի ինչ փաստաթուղթ, ճիշտը սա է, սա վերացրեք, սա դարձրեք իրականություն, մենք դա կհասկանանք։ Բայց եթե հրահանգով, բա որ վաղը պարզի դա ապօրինի հրահանգ է։ Այդ ժամանակ համապատասխան մարմինները կզբաղվեն։ Այսինքն ձեզ փաստաթղթային հիմքը տրված հրամանի չի հետաքրքրում, ինչ ասենք բոլորը անելու է, հետա դուրս գալիս։ Սա ընդհանուր օգտագործման տարածք է, լավ։ Այս ընդհանուր օգտագործման տարածքը ունի զարգացածի ցանկացած իրավունք օգտագործելու հանգստանալու։ Ուրեմն օգտվել, լավ։ Այս բանի տարածքը բայց բարոկը փակվում է, սահմանափակվում է բնակիչների հա գիշերը փակվում է, որը որ բարձրաձայնվել է բողոքը բարձրաձայնվել է։ Հիմա մենք խնդրում ենք չէ բնակիչներից չկա, իրեք փողոց են կողմ, իրեք փողոց են քաղաքապետի տեղակալն է ստեղ եղել Հովհաննիսյանը, նայա բողոքի հիմքը Այստեղ բնակիչ է։ Ոչ, ինքը եկել է այստեղ ասել է դռները պետք է հանի ու իրենք ցամատել այս գործին։ Ինքը մնում է Սունդուկյան փողոցի վրա։ Ինչ մարտի մեջ է։ Հա, դուք այս պատմությունը հիշում եք երևի։ Հա։ Դուրը բաց պահեն ռեսամանն իրանք իրավունքներից հետագա քննարկումների համար, եթե կարող եք առաջարկել հետագա քննարկումներ, ներկայացնեն կամ չգիտեմ, որովհետեւ քննարկումը արվել հետո նոր կտրուկ միջոցների Երևանի քաղաքապետին կարծում եմ բնակիչների փաստարկները կարող է ձեզ համոզում են եւ դուք հասկանալի է լինում։ Ես համար ես եթե զարգացումներ չունեմ, միգուցե շուտով արդեն համոզում եմ։ Շատ լավ, հիմա որ ասում եք եկեք քննարկենք առաջարկենք հետ ունենանք, այդ ամեն ինչը արվել չեք եղել, ես ուղղակի տեղեկացրեցի, որ որպես քաղաքի հավաքալի, որպես
Այսպես ասած վերադարձ, ներկայացուցիչ, ագել է սա խնդիրը, հիմա ոչ խնդիրը կանես, որ այս մեծ դուրը բանը պիտի։ Նպատակը կարող եք ասել, ինչ նպատակ է հետապնդում։ Եթե թմրամոլներ կան կամ այլասերվածներ կան, դուք պատասխանատվություն գրում եք դրա համար։ Այսինքն մենք ի պաշտոն է լիազորված ենք պատասխան։ Մենք այնքանով ենք գրում, որ այս պահին այստեղ ենք։ Այո, դուք հարց եք տալիս, դուք կրելու եք, իսկ դուք կրելու եք։ Որովհետև եթե կա օրինական փաստաթուղթ, որ նախագծված է փակ դռնով, դուք հիմա ասում եք բաց դուռ եւ նախագիծ չեք ներկայացնում։ Որոնք որ կարծում եմ արագ արձագանքում են ցանկացած խնդրի, խնդրում եմ բնակիչների թողնել իրական մարմինը։ Այսինքն մենք խնդիր ստեղծենք։ Պաստավոր պայմաններ, որ բաց երևույթն է, դուք չեք բոլորովս բոլորովս դռները բաց թողենք, թող կանեն, հետո հետևանքների դեմ կռիվ տա։ Այսինքն դա այդքան ավելի գերակայա, քան հայակի պահպանումը։ Մենք չենք ում հարցնում։ Լավ է։ Երեխաների խաղալիքները բացում դրած։ Լավ, պարոն Ստեփանյան, խնդրում եմ, մի Դու չես կարող Ես չգիտեմ ձեր ազգանունը, այս հորոխները, այս հորոխները, օրական գիտեք ինչքան սիբիլ է հանում։ Գալիս են, ինչ ասես անում գնում են, այս մարդը հավաքում տանում թափում են, վատա որ մաքուր, Չէ, շատ ճիշտ եք անում դուք, որ մաքուր պահել եք բակը։ Արդեն բազար վաղզալ դարավ, հա։ Դուք հաշվի առեք յուրաքանչյուրի կարգավիճակը, բայց մեզ էլ դնեք մի կողմ, ձեզ էլ։ Այս բակի բնակիչները դիմադրություն են ցույց տալիս, զոռելով չի։ Մենք փորձենք հասկանալ, որտեղ է խնդիրը։ Հիմա այս մարդիկ ասում են պատճառներ ունեն սա փակելու, որը ավելի համաձայն եմ այդ Դե քանի խնդրի լուծում չի տրվել։ ասում եմ, ես համաձայն եմ այդ Շրջանառություն, մյուս լույս, այս բակով չի։ Այս երկրում խաղամոլությունը շրջանառությունն է, որ Բայց դնենք մի կողմ։ Հիմա այս պահին դուք բերել եք, սարքել եք, լավ եք արել, ապրեք, շատ լավ է։ Բայց դա ստեղծել է բարենպաստ պայմաններ, որ անցանկալի կոնտինգենտ հայտնվի։ Հիմա այդ մարդիկ լուծումը տենց են կամ բերեք երկու ոստիկան դրեք սա գիշեր։ Բանով եմ ասում։ Իրանք չեն դնող է ոստիկան, այդ նման տոներով մի խոսացեք, երեք ոստիկան դրեք։ Պետք չի Որոնք զորելով պետք է չի նման սարկազմները։ իրարելով չեն, մենք պետք է բացենք։ Բացեք ամենը։ Հիմա իրանք փակել են։ Դա ում է ինչ տալու։ Ում է ինչ տալու։ Պետք է հասկանալ, խնդիրը ինչի՞ց է։ Հայում ասած ինչ է։ Ես ասում եմ, այդ խնդիրը, այ եթե ուշադրություն արած ոչ մի որից կասեմ։ Այդ մի խնդիրը մենք արդեն 3-4 ժամ բնակիչները եկել ցավը տանը։ Ես ոչ ինչ եմ խնդրում։ Դա խնդիր, դա հանրական, ես այս խնդիրը։ Ես չասեմ, ես ձեր ստորագրավակ ունեմ մարդիկ աշխատանք են արել։ Բնակիչները բոլորը Սանուրա ուզում ենք իմանալ Կարող ենք ծանոթանալ հանձնարարականին գրավոր։ Որևիցե փաստաթուղթ չկա, ոչ մի թուղթ չկա։ Պարոն Սուքիասյան, ներկայացնենք խնդիրը, որտեղ մարդիկ ասում են ինչ է պատահել։ Քոչարի 27-ը հասցնում ենք, այստեղ կա որոշակիորեն բարեկարգված բակ, որը թմրաշրջանառության համար երեկոյան ինչ-որ բարենպաստ միջավայր է ստեղծում նաև։ Հիմա բնակիչները լուծումը գտել են, որ ըստ նախագծի այս դռները, որ դրված է, իրանք չեն բերել դրել։ Նախագծով է դրել։ Պետք է փակել երեկոյան։ Որ չդառնա ինչ-որ ասել։ Երեկոյան ժամը 10-ից հետո է փակվում։ Նարկոշրջանառության ինչ-որ։ Հիմա եկել են ասում են չէ, պիտի դռները սենց անենց
նախագծի փոփոխություն տեղի ունեցել մեկ եւ ըստ բնակիչների դրա հիմնական պատճառը մոտիվացիան եղել է փոխքաղաքապետ Հովհաննիսյանը իր այցելությունը իր այսպես չգիտեմ վերամբարձ կանխում որ պիտի sense չի ամբիցիաների այսինքն հաստատող գոյություն ունեցող պատկերը փոխելու համար պետք է մեկ այլ հաստատիչ որը դա վերանորոշի ինչ-որ բան Մանավուր հանրայնականով մարդես կամարի Բանկումա թողած, ոչ ոք տուն չի տանում Որքան եմ յատիկա Ձեզ որքան եմ տգա Հա, իհարկե Ընդ ցույց տամ ձեզ Հա Չէ, ես բացի չեմ, Ամոթի իմը չի մտնում Հա Հոսանքա զրկացա, հոսանքը մասնային Զամոթը փակվում է Բոլոր բակի բնակիչները իրանց տան դամախոնիկները կարող են այսպես բացել մտնել Եթե երեխայա գալի, ծնողա գալի, մենք թույլ ենք տալի, որ մտնեն Իմաստից հոսանքա զրկացա, ինքը չի փակվում, Փաստացի Ես կարամ կոնտրոլ անեմ, բակի բնակիչները կարամ կոնտրոլ անեմ, որ չմտնեն Այս բանին բանը Փաստացի ինքը բաց է, ինչ տարբերություն դուռը հանելու Հա, դա է խնդիրը, ուզում ենք հասկանալ, թե ինչն է խնդիրը Հասկանամ, ինչու, որտեղ ոնց նկատում եք, հեծանիվ ունենք, շլանգներ ունենք, ստեղ տնգած ծառեր ունենք, այս ամեն համակարգը արդեն ջարդվել է, քանի որ բաց է եղել Մեր երեխաները գիտեն, բայց ուրիշի երեխաները տենում են գունավոր ինչ-որ մի բան, իրանք ջարդում են, 4-5 հատ ջարդած է, սա Բառապացույց է, որ Քաղաքապետարանի կողմից արած է եղել, մենք սաղ փակել ենք կացելնիով, ընդ ջուր է հավաքվում, որ այդ ջրայինը ինքը ծառերի, որ պետք լինի, միացնենք ջրի։ Հիմա փաստացի ունենք լիքը ջարդած բաներ, գալիս են ծնողը երեխայի հետ գալիս են նստում է ոչ թե նստարանին, այլ նստարանի վրա ոտքերը դնում է նստելու տեղը, ու այդ բաց դռների ժամանակ միջադեպ է, որ երեխաները եղել են բակում, մտել են, օգտագործել են թմրանյութ Մենք նկատել ենք, հանել ենք, եկել են գարեջուր են խմեցնել, մենք նման բաներ չենք անում։ Ծառերը բոլորը մեր ուժերով գնաց ծառերա, տույաները եւ բաները, յոլկաները, որոնք թանկ են։ Այսօր 10-15 հազար դրամանոց հայլիներ են գողանում, իսկ սրանք 50-60 հազարով մենք բոլորս հավաքել ենք, բակը կարգի ենք բերել։ Ինձ թվում է վատ բան մենք չենք արել։ Շատ օրինակելի բակ ունեք եւ զարմանալի է, որ քաղաքապետարանը առանց գրավոր թույլտվության օրինական նախագծի արկայության պայմաններում փորձում է նման ապօրինի գործողություն իրականացնել։ Տեսեք, ունենք բակի բնակիչների ստորագրությունները, սա ասում եմ փաստացի ջարդվել է այդ բաց դռների կա ապացույց, որ անփույթ վերաբերմունքի պատճառով, տեսեք, հենց քաղաքապետարանի կողմից սարքված ջրցան սարքերը վնասվել են։ Մեր երեխաները վնաս են, մենք պատրաստ ենք փոխհատուցենք։ Ուրիշի երեխայի կամ ուրիշի արածի համար որպես քաղաքացի պատրաստ չեմ փոխհատուցել։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես արցին կալասնարի կամերը բացի ես ամյակն եմ կոմի հետո ով ապատասխան դուք դու պատկերած դանի քեզի կգարու Համիստեղ քանակ երեխայ խաղում դեպարտարասը։ Իհատ երեխայը չի ասում։ Մեկ ալամ միամիտ կծես կամ մի բան արես։ Հետո Իմաս ասել ընտանիք ունենք բոլորն հասկանում ենք։ Հարու դիքսում բնակիչներով խոսում են քաղաքապետի հետ հանդիպում։ Միջոց չկա, ասենքը որքան ես չեմ թողնում։ Այս հարցը բարձրացնում է Անգամ համսեզներ ենք Մենք գալիս ենք ախպեր, այդ ցեխը մաքրում են, մենք իրան ծառան չենք, էլի։ Այս ամիրոք Հետո ասма դուրը բանը հանում են։ Անգիշեն հազար իջեցին փոխություն ունի։
Ով ասես կարող մտնի։ Ով ասես։ Ապականում են։ ուրիշ բան չեն հեռու չեն մտած։ Այս մոտ օրական։ Այսինքն այն աշխի մուսուլման ամեն ծալի տակ ֆորմալ զիբիլ չունի։ Մաքրում բան բերում մեծ օտեն մեջ դասում տանցում զիբիլի բան։ Այս հացին խնդրում եմ Ո՞ր համեցի։ Չափոքին։ լավ դուք էդի թող։ Չէ, մի րոպե, մատը։ Ինչն է դուր աղել, Հիշեցնեմ խնդիրը, որ Հրաչյա Քոչար 27A շենքի բակում ենք, այստեղ բնակիչները փակել են այն դուռը, որը իրենց բակի երեխաների համար գեղեցիկ խաղահրապարակ է եւ խնամում են, իրենց միջոցներով ծառեր են տնկել, խնամում են, մաքուր են պահում, հոգում են ամեն ինչ, նաև կանխելով թմրամոլների եւ այլասերվածների մուտքը բակ, քանի որ բազմաբնակարանի այս շենքերում յուրաքանչյուրն էլ ասեց, որ իրենց տներում կան անչափահաս երեխաներ եւ իրենք անհանգիստ են երեխաների դաստիարակությամբ, ընդհանրապես նրանց կենցաղով եւ որպեսզի երեխաների եւ խաղերը չվնասեն եւ հոգեպես եւ ֆիզիկապես այդ այլասերվածներից հնարավորինս հեռու պահեն, իրենք բոլոր բնակիչները ունեն դամաֆոնի իրենց չիպերը, որոնցով մուտք ու ելք են գործում այս բակ։ Փոխքաղաքապետ բնակիչների խոսքերով ստացվում է, որ Երևանի փոխքաղաքապետի պրինցիպն է, որ այստեղ պիտի դռները պարզապես ապամոնտաժվեն, առանց գրավոր որևէ թույլտվության, գրավոր հրամանի, այստեղ են հրավիրել Արաբկիրի փոխթաղապետին, ոստիկանության մի շարք ներկայացուցիչների եւ փորձում են բնակիչների կամքին հակառակ ապամոնտաժել իրենց իսկ ձեռքերով դրված այստեղ այսինքն համայնքային բյուջեի հաշվին դրված ամբողջ ցանկապատից դռները։ Հերթական ապօրինությունը։ Ոչ բան եկան հայեցակցություն սաղից կա։ Այդ լևոն մեկ այստեղ չեկնով այս հայատի վիճակը սա։ Այդ Լևոնն ու այդ Գալջանը։ Ալիջանը ընչակաս։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամները ֆրակցիայի ղեկավարի ներկայությամբ այս պահին գտնվում են Հրաչյա Քոչար 27A շենքի բնակիչների կողքին, պաշտպանելու բնակիչների իրավունքները, հետագայում թե ինչ լուծում կստանա այս խնդիրը, այդ մասին կտեղեկացնենք ձեզ սիրելի հայրենակիցներ, ահա ընդհատում ենք եթերը, հասկանանք թե ի վերջո ինչ լուծում է ստանալու այս խնդիրը։ Դու ուզում ես բակում խաղալ։ Մաքուր ես պահում, չէ՞ բակը։ Օգտվում ես խաղասարքերից։ Մալայց, ծափրս։